երեք մեգրին էի։ Տեսա այդ բաները կան։ Հələ թունելները բաներ շատ եմ տեսել, բայց բնականաբար նոտիկից տենում ես, այդպես բան երևի Հայաստանում շատ մեծ տեմպերով գնում է։ Շատ ունենանք այդպես կշարունակենք։ Շատ շնորհակալ եմ։ Լավ է։ Իմիջայլոց կարելի է սրանց ձեզներ։ Երեք մալացա Սեբաստիա բանում, համայնքում, ընդ որում մարդը երկար ասում էր, որ մեր համախոհն է, մեր կողմնակիցն է, մեր օգտին է քվեարկելու եւ այլն, ու վերջում նա սենց հարց է տալիս։ Ասում եմ, բայց ասա էլի, բայց մեղրին բանալ լինելու Հայաստան ասես թե հայկական ասես, ասում եմ եղբայր լավ էլի, այսքանից հետո ոնց մեղրիում մենք գնացում տենց հարց չի եղել։ Մենակ մի հոգի ասելա թե իբր այս քարտեզի վրա մեղրին կտրած հանած է բնական։ Բայց մեղրիում տենց հարց չկա, զարմանում եմ Երևանում ոնց է տենց հարցակը։ Այդ լրատվականները նայողները մարդիկ կան ջերմուկ են մինչև ասում են ջերմուկ կարանք են, բայց աբսուրդի շնորհիվ է մարդիկ այնտեղ ապրում են, սարքում են օրորի շնորհիվ։ Ընդ որում ջերմուկում մի հատ շատ կարևոր բան էլի 2022 թիվը շատ նեգատիվ ազդեց ջերմուկի զբոսաշրջանային բիզնեսի վրա, բայց ասենք այս տարի նոր տարում ջերմուկի բոլոր բաները, հյուրանոցների բոլոր սենյակները վաճառված են եղել։ Կներեք, մենք բան ունեինք, մենք մի րոպե միջոցառում ունեինք, ինչ միջոցառում։ Ֆեստիվալը։ Չէ, ֆեստիվալից առաջ բան էլ կար։ Երեխեքի հեղինակային երգի միջոցառում կար։ Մենք դպրոցականների ուսանողների շրջանում։ Ուրեմն ծնողները եկել էին, որ մասնակցեին, մի փոքր խումբը մեծ չէր միջոցառում։ Ջերմուկում չէին գտել տեղ, որ գիշերեն, վայքում էին գիշերել, որ ցերեկը հաջորդը։ Հա, եթերում ասցի, որովհետև այդ մարդիկ իրանք, մի րոպե սրա մագնիսին, իրանք ասեցին, ասինքն ես որտեղից պետք է հաստատ դրա համար այս ձեր ձեռքում պահեք, չի կպնում էլի։ Շնորհակալ։